Ողջունում եմ ձեզ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով, նորից ու նորից թող Աստված առատապես օրհնի։ Այսօր հրաշալի օր է, հարազատներս։ Այսօր մարդկության պատմության մեջ մի բան է կատարվել, որ մնալու է հավիտենությունում, հարազատներս։ Երբ որ Զատիկ այսօր մենք տոնում ենք, երբ որ Զատիկի պատմությունը սկսվեց հին ուխտում, երբ որ Աստծո ժողովուրդը ստրկության մեջ էր, Եվ Աստված ասեց գառնուկին մորթեք եւ քսեք այդ արյունը, որտեղ սատկիչը կանցնի կտեսնի, որտեղ որ արյուն կա, այնտեղ չեմ մտնի։ Իսկ մնացած տեղերը կմտնեմ եւ առաջնեկները կընկնեն։ Անասունից բռնած միջև փարավոնից վերջացավ։ Եվ գիտեք այդ գիշեր ոնսունքը ընկավ ամբողջ Եգիպտոսի մեջ, որտեղ ամենը ընկան Եվ Տերը հաղթեց այդ գիշեր, հարազատներս, եւ Աստված, երբ որ ինքը ասում էր իր ժողովրդին, որ դուք այդ տոնը պիտի հիշեք, գիտեք, այս միակ տոներից մեկն է, որ Աստված ասեց, հավիտյանս այդ տոնը պիտի նշվի, երբ որ գանք երկինք, այս տոնը մենք նշելու ենք, Սուրբ Զատիկը մենք տոնելու ենք, որտեղ չի լինելու հավիտենության մեջ էլ մի վարքյան, որ մոռացվի այն մեծ զոհը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստծո գառնուկը մորթվեցավ մեզ համար։ Այդ համար այսօր մենք կարդում ենք, որ մեր Զատիկը Քրիստոսը մորթվեցավ մեզ համար։ Մեզ համար գլխավորը ոչ թե այդ ձվերն են ներկված, ոչ թե այդ կանանչեղենն է, այո մենք այդ բոլոր անում ենք, ուրախանում ենք, տոնում ենք մեր Տիրոջ հարությունը, որտեղ հարությունը այնտեղն էր, որտեղ կյանքը հաղթեց մահին։ Այնտեղն էր, որ քեզ տվեց հույս եւ ապագա։ Քո բոլոր մեռած երազանքների հարության տեղն է։ Քո պարտությունները պարտվեցին այնտեղ։ Հիսուսը հաղթեց հարության օրը։ Երբ որ Հիսուսը խաչի վրա մահանում էր, հարազատներս, ոչ իր առաքյալները, ոչ հրեշտակները, ոչ մեկ չէին կարող հասկանալ, այս ինչ է կատարվում։ Неужели Աստված պարտվեց։ Неужели այնպես եղավ, որ մահը հաղթեց կյանքին։ Չարը հաղթեց բարուն, այս ինչ է կատարվում, Աստված դու ուր ես։ Բայց մարդիկ չէին հասկանում, որ դա Աստծո պլանն էր։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իջավ դժոխքի խորքերը, որտեղ առանց խաչի չկա հարություն։ Իջավ դժոխքի խորքերը, եւ Պետրոս առաքյալ ասում է քարոզեց բոլոր նրանց, ովքեր Նոյի ժամանակ մահացել էին։ Հավատացեք ինձ։ Ես հարություն եմ առնելու, վեր եմ ելնելու։ Այսօր եթե դու տրտմության մեջ ես, հարազատս նստած ես, ու դու ասում ես, ես ինչ ճակատագիր ունեմ, ես ինչ է կատարվում, պարտություն ունեմ իմ կյանքում, նայիր Տեր Հիսուս Քրիստոսին, հարություն առած, ինքը հաղթանակ տվեց քեզ, և այդ համար Հովանես առաքյալը իր առաջի թղթի 5-րդ խոսքում ասում է, որ մենք հավատքով հաղթեցինք այս աշխարհը, հալելույա, ասում է ով է հաղթողը, եթե ոչ նա, որ հավատում է, որ Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, երբ որ երրորդ օրը վաղ առավոտյան, կիրակի վաղ առավոտյան, դժոխքի դռները վայր ընկան, և Հիսուսը խայտառակեց դժոխքի տիրոջը, և մահվան բալանիները վերցրեց և դուրս ելավ դժոխքից, այդ համար այսօր մահը իշխանություն չունի քեզ վրա, այդ համար այսօր Հովանես առաքյալը խիզախորեն ինքը ասում է, ամեն ով որ հավատում է Հիսուս Քրիստոսին, հավիտենական կյանք ունի, հին ուխտում անհնարին էր դա ասելը, հին ուխտում դա անհնարին էր, հարազատներս, Հիսուս Քրիստոսը հարություն առնելով մեռելներից հնարավորություն տվեց քեզ, որ նորից հավատաս, նորից հույս ունենաս, նորից երազես, որտև իր հարությունով ինքը հարություն տվեց քո երազներին։
Մի ասա անհնարին է, որ ես փոխվեմ։ Մի ասա անհնարին է իմ ամուսինը փոխվի, իմ իրավիճակը փոխվի։ Ես այլևս չեմ երազելու։ Ես պարտված եմ։ Մի ասա պարտված ես, եթե Աստված չի ասե քեզ։ Որտեւ Հիսուս Քրիստոսը հարություն առնելով հարազատներս հնարավորություն տվեց մեզ, որ նոր հույսով, նոր երազանքներով մտնենք նորը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը չի մեռնի այլևս հավիտյանս հավիտենից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ, որպեսզի մենք չկարողանանք ասենք, չասենք, եւ ցավոք շատերը այդպես ասում են, ընդունեք ինձ ինչպես ես կամ։ Գիտեք, դա սուտ է։ Ոնց կամ ինձ ընդունեք։ Ես չեմ փոփոխվում, ինձ հետ ոչ մի բան չի կատարում, ես չեմ կարող էսի թողեմ, այնի թողեմ, ինձ ընդունեք ինչպես ես կամ, ես այդպեսին եմ։ Գիտեք, դա սատանայի սուտն է։ Աստված չի հարություն առել եւ չի կանչել քեզ, որպեսզի դու լինես ինչպես դու կաս։ Աստված քեզ ինքը հարություն առավ եւ քեզ ապաշխարություն տվեց, որպեսզի դու ապաշխարես եւ նոր մարդ դառնաս Հիսուս Քրիստոսում։ Հներն անցան, ամեն բան նոր է։ Աստված հարություն առավ, որպեսզի դու քո ապաշխարությունով հնարավորություն ունենաս, որպեսզի հարազատս Հիսուսին նմանվես, այլ ոչ թե քեզ։ Քրիստոսի պատկերին նմանակից դառնաս, թողնելով քո բոլոր մեղքերը, հանցանքները, ցավերը, վիշտերը, ամենը թողելով գնաս դեպի առաջ, դեպի հավիտենություն, նմանվելով քո Տեր Հիսուս Քրիստոսին։ Ապաշխարությունը մարդուն հնարավորություն է տալիս ավելի լավը դառնալու։ Առանց հարություն առնելու այդ դա անհնարին էր, հարազատներս։ Հիսուսը հարություն առավ, որ մենք հնարավորություն ունենանք, գանք ապաշխարությունով եւ փոխվենք եւ դառնանք նորը դառնանք հարազատներս, թող այս նոր հարությունից սկսված հարազատներս, ինչպես մեզ համար նոր տարի լինի, այս նորը, որ մենք մտնում ենք այսօր եւ ասում ենք Հիսուս հարյալ իմերելոց օրնյալ է հարությունը Քրիստոսի, թող այդ օրնությունը գա մեզ վրա, Քրիստոսի հարության օրնությունը թափվի մեզ վրա, դա է ցանկությունը Աստծո։ Որտեվ թշնամին ցանկանում էր, որպեսզի Հիսուսը մնա գերեզմանի մեջ։ Ու այն մեծ քարը, որ գլորեցին, քարանձավը փագեցին, որ այդ քարը հավիտյանս մնար քո եւ Տիրոջ առջև։ Դա քո մեղքերի խորհրդանիշն էր։ Այդ մեծ քարը գլորեց եւ փագեց Հիսուսին, շատերի համար Հիսուսը գերեզմանոցում դեր մեռած է, հարություն չի առել։ Հովհաննես ավետարանիչը 19-րդ գլխի 28-րդ խոսքում 28-ից 30 խոսքում այսպես է ասում. դրանից հետո Հիսուսը իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը ասաց. ծարավ եմ, այնտեղ քացախով լի մի աման կար, նրանք քացախով մի ստույգ թրջեցին եւ եղեգի ծարին դրած նրա բերանին մոտեցրին, երբ Հիսուսը քացախը բերան առավ, ասաց. կատարված է, եւ գլուխը խոնարհեց եւ հոգին ավանդեց։ Այդ քացախը քո դարդերն ու ցավերն էին, հարազատս, քո մեղքերն էին, որ ինքը վերցրեց, իր շրթունքներին կպավ, ասեց. հիմի դու ազատ ես։ Հիմի թող քո շրթունքները մաքրություն խոսեն։ Հիմի թող քո շրթունքները ավետիք խոսեն։ Դու առաջ բամբասում էիր, առաջ հայոյում էիր, առաջ քրֆում էիր, քո շուրթերը պիղծություն էին խոսում, չարախոսում էիր ինչ որ մեկի համար, այսօր ասում է Հիսուսը քո շուրթերը մաքրվեցին։ Հիսուսն ասեց կատարվեց, հարազատս, կատարված է ինչպես փաստ քո բժշկությունը, կատարված է ինչպես փաստ քո վիշտերը լրիվ Հիսուս Քրիստոսը վերցրեց իր վրա։
ինքը ասեց կատարված է։ Թող քո կյանքում հարազատներս այսօր էլ կատարված լինի։ Նորից կրկնեմ, թշնամու երազանքներ, թշնամու ուզածը նա էր, որպիսի Հիսուս Քրիստոսը քո կյանքում հավիտյանս հավիտենից մնար քարանձավում եւ այդ մեղքի մեծ քարը ինքը ծածկված լիներ ու դու հնարավորություն չունենայիր երբեք Հիսուսին մոտիկանալու եւ այդ հարության օրհնությունը ստանալու։ Բայց մահը չէր կարա իրան պահեր, որտեւ ինքը կյանքի տերն էր։ Հալելույա, դու ուրախ ես, որ ինքը հարություն առավ։ Հիսուսը գոչեց կատարվեց։ Ինչքան է եղում մեր կյանքում հարազատներս, մենք ասում ենք հա կատարվեց, մենք ասում ենք հա էս ինչ եղավ, բայց չգիտես ինչի այդ խոսքերից հետո Հիսուս դու ասեցիր կատարվեց։ Բայց այդ կատարվեց բառից հետո գերեզման եւ մեծ քար։ Հիսուս դու ասեցիր կատարվեց, ուր է իմ բժշկությունը։ Հիսուս դու ասեցիր կատարվեց, ուր է իմ օրհնությունը։ Պետք է որպեսզի Հիսուսը հարություն առնի հարազատս քո կյանքում։ Սատանայի կամքն էր, որ այդպես լինի հավիտյան։ Բայց Աստված բոլորովին ուրիշ պլաներ ուներ։ Փառք ասում, Աստված բոլորովին ուրիշ պլաներ ուներ, հարազատս։ Դու ուրախ ես, թե ոչ, ես ուզում եմ, որ դու այսօր հասկանաս հարազատնես եւ հայտնություն ստանաս, Աստված ուրիշ պլաներ ուներ։ Մարդիկ մտածում էին ուրիշ ձև, իրա մայրը, առաքյալները կանգնած իրանք բոլորովին ուրիշ պատկեր էին տեսնում։ Եվ նրանց միտքը միայն մեկ էր, տանեն Հիսուսին թաղեն։ Բայց Աստծո պլանի մեջ էր, որ Հիսուսը գերեզմանից դուրս գա։ Այդ համար ավետարանում մենք կարդում ենք, երբ որ եկան ասեցին Հիսուսը հարություն առե, աշակերտները չեն հավատում։ Անհնարին է։ Գալիս ես Կիրակի քարոզի քեզի հովիվը ասում է, ամեն բան լավ է լինելու։ Բժշկվելու ես։ Չէ, անհնարին է։ Ես չեմ կարա։ Դու կարաս էսի թողես, դու կարաս էդի անցնես քո կյանքում, այդ դժվարությունը, այդ անապատը։ Չէ, էլ նող բան չի։ Մեծ քար է դրած, տապանակար են դրել վրեդ։ Թշնամու երազանքն է, տապանականը դրի քո վրեն, քո անմազգանն էլ գրի վրեն։ Մարկոս ավետարանի 16-րդ գլխի առաջի խոսքից ուզում եմ կարդամ հարազատներս, մինչև 8-րդ խոսքը, ու կվերջացնենք։ Երբ որ մենք տեսնում ենք Տիրոջ պլանը, երբ որ շաբաթն անցավ Մարիամ Մաղդանեցին, Հակոբոսի մայր Մարիամ եւ Սոլոմեն խունկեր գնեցին, որ գան եւ օծեն Հիսուսի մարմինը։ Եվ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան արևածագին գնացին գերեզման։ Եվ միմյանց ասում էին. գերեզմանի մուտքից մեզ համար քարը ով կգլորի։ Իսկապես, գիտեք, ես ամեն անգամ այստեղը կարդում եմ ու զարմանում եմ այդ կանանց վրա, այդ կանանց հերոսության վրա։ Ամեն ինչ վերցրել են, խունկը վերցրել են, ամեն ինչ վերցրել են, գնում են, հայի բնավորությունը, գիտեք, գնում են ճանապարհի կեսին, ասում են, բայց լավ ենք անում, գնում ենք, բայց այն քարը ով է գլորելու։ 2-3 կնիկ ենք, այդ քարը ոնց է գլորվելու։ Ոնց ենք անելու։ Ասում է գերեզմանի մուտքից մեզ համար քարը ով պիտի գլորի։ Բայց նայեցին ու տեսան, որ քարը գերեզմանի մի կողմ գլորված, այն շատ մեծ էր։ Աստված հոգ տարավ։ Գիտեք, որովհետև այդ կանայք հավատքի քայլ արեցին։ Իրեն գնացին, որպեսզի Աստծո կամքը կատարեն, Հիսուսի մարմինը օծեն, որ իրան չթողեն առանց այդ բոլոր արարողությանը Հիսուսին։ Այդ հավատքի քայլը բերեց այդ հրաշքներին։ Այդ կանայք
Հավատքի հերոսներ էին, հարազատներս։ Այդ ժամանակ տղամարդիկ 12 առաքյալները, 11 առաքյալները վախեցած դուրը փակած նստած էին սենյակում, բայց այդ կանայք ոչ մի բանից չվախեցան, խիզախ վեր ելան, վերցրեցին ամեն ինչ, հետո ինչ մեզի կբռնեն, հետո ինչ մեզի կսպանեն Հիսուսի համար։ Մենք գնում ենք Հիսուսի մարմինը օծելու, մենք մեր ծառայությունը պիտի կատարենք, հետո ինչ ոչ մեկ չկա, առաքյալները պաղկվել են, հետո ինչ ոչ մեկ չի գալի, ես գնում եմ իմ ծառայությունը կատարեմ։ Չգիտեմ քարով ա գլորելու, բայց ես գնում եմ։ Գերեզման մտան և մի երիտասարդ տեսան, աջ կողմում նստած, հագին սպիտակ պատմուճան և վախեցան, և նա ասաց նրանց. մի վախեցեք, դուք Հիսուս Նազովրեցուն եք փնտրում, խաչվածին, նա հարություն առավ, այստեղ չէ, ահա այնտեղը, որ դրել էին նրան, բայց գնացեք նրա աշակերտներին ու Պետրոսին ասեցեք, որ նա ձեզանից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր, կանայք իսկույն դուրս եկան և փախան գերեզմանից, նրանք ահու դողի մեջ էին և ոչ ոքին ոչինչ չասացին, որովհետև վախենում էին։ Իսկապես վախենալու է։ Գալիս են, տեսնում են հրեշտակ, տեսնում են այդ ամեն ինչը, որ Հիսուսը հարություն առե։ Գիտեք, ու ինչ մի պատմություն էլ է ինձ զարմացնում։ Հիսուսը, երբ որ գերեզմանից ելավ, ինքը դե սավանի մեջ փաթաթված էր։ Ինքը չվերցրեց սավանը, այսպես գցեց ու գնաց։ Գրված է, որ ինքը սիրուն ծալեց եւ դրեց։ Որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը, այնտեղ արքայություն, հարազատներս։ Մեր Աստված այդպիսի է, կարգ ու կանոնի Աստված է, որ ինքը չի վերցնում ամեն ինչ գցում ու գնաց։ Ինքը օրինակ ցույց տվեց, նույնիսկ այդ դրա մեջ օրինակ ցույց տվեց։ Գիտեք ինչքան է ինձ դուր գալի, մի հատ եղբայր նես լավ բան ասում է, Աստծո արքայությունը սկսում է քո տանից։ Որ մարդը գա քո տուն ու տեսնի, որ Աստծո արքայությունը այստեղ է։ Աստծո արքայությունը սկսում է քո կյանքից, քո հագ ու կապածից, որտեղ Աստծո արքայությունը ասում է ոչ այնտեղ, ոչ այստեղ չի, քո սրտում է։ Հիսուս Քրիստոսը նույնիսկ գերեզմանից դուրս գալուց Աստծո արքայությունը այնպես արեց, այնտեղ։ Եվ այդ կանայք, հարազատներս, եկան եւ առաջի մարդիկ դարձան, ովքեր տեսան Աստծո մեծ հրաշքը, որ Աստված կատարեց եւ իր որդուն հարություն տվեց մեռելներից, հարազատներս։ Աստված կամենում այսօրվա տոնը նրանում է, հարազատես, որ դու նույնպես հավատքով գնաս եւ հավատաս, որ Աստված հնարավորություն ունի այդ մեծ քարը գլորի։ Ինչպես Մարիամ Մագդանեցին եկավ եւ Հիսուսին հարություն առած տեսավ։ Այդպես էլ դու հարազատս շարունակիր հավատքով գնալ, շարունակիր այսօր այն տոնն է, որ Աստված քեզ հնարավորություն է տվել, որ դու շարունակես հավատալ, որ դու շարունակես երազել, շարունակես հույսը դնել Տիրոջ վրա, չհանձնվես, գնաս միջև վերջ։ Աստված հոգ կտանի, որպեսզի այդ մեծ քարը քո կյանքից վայր ընկնի, թե մի էտի պարտ կտա, քո ամուսինն է, քո կյանքն է, քո գործն է, որ մեծ քարա դարձե, տապանակարա դարձե քեզ համար, որ կանգնելը քո մեջ գուցե քո մեղքն է, որ կանգնելը քո եւ Քրիստոսի միջև, եւ այնպես արե, որ Քրիստոսը քո կյանքում մեռած լինի։ Ինչի Աստված ինձ չի օգնում, մեռած է, քո կյանքում ինքը մեռած է, հավատքն առանց գործի մեռած է։ Հավատքի քայլ պիտի անես։ Եվ ինքը կկենթանանա քո կյանքում։ Եվ իրավիճակը կփոխվի։ Այդ կանայք եկան եւ իրավիճակը փոխվեց, հարազատներս։ Մարդկության պատմության մեջ իրավիճակը փոխվեց։
ամբողջ մարդկության վրա եկավ հույս։ Եվ Աստված ինքը շարունակելով ինքը ասում է գնացեք եւ ավետարան քարոզեք։ Ավետարանի բուն իմաստը էտրանում է, որ Տերը եկավ, մեռավ եւ հարություն առավ։ Դա է բուն ավետարանի հիմքը։ Ոչ թե դու կհարստանաս, արի քո խնդիրները կլուծվի, արի սենց կլինեն, այլ արի որ Քրիստոսը հարություն առնի քո կյանքում, որ ինքը կենթանի լինի քո կյանքում, մեռած չլինի քո կյանքում, որտեղ մեռած Քրիստոսը քեզ ոչ մի բանով չի կարա օգնի։ Ինչպես գրված է ավետարանում, Հիսուսն եկավ Նազարեթ է, ասում է, եւ ոչ մեկին չբժշկեց։ Պատկերացնում եք։ Ոչ մեկին ասում է չբժշկեց, որտեղ նրանք չէին հավատում։ Իրանց համար Հիսուսը մեռած էր։ Շատերի համար Հիսուսը այդ ուղղակի հեքիաթային մի անձնավորություն է։ Հեքիաթ է էլի։ Եկել է Հիսուս Քրիստոսի իրականությունը։ Առավել եւս մենք հարազատներս, եթե մենք մեզ կոչում ենք քրիստոնյաներ, Քրիստոսը մեր կյանքում իրականություն է։ Եվ ինքը ցանկանում է, որ ինքը քո կյանքում իրականություն լինի, որ դու գնաս եւ ցույց տաս, ներկայացնես կենթանի Քրիստոսին։ Կիրակի վաղ առավոտյան հարազատներս ամբողջ մարդկության պատմությունը բոլորովին փոխվեց ուրիշ ուղղությամբ։ Եվ առաքյալները, որոնք թաքնված էին, որոնք վախի մեջ էին, հզորացան եւ գնացին եւ միջև աշխարհի ծայրը ավետարանը քարոզեցին։ Հարազատներս, մենք այսօր չենք կարում պատասխանատվություն վերցնենք ինչ-որ մեկի համար։ Այդ մարդիկ ամբողջ աշխարհի պատասխանատվությունը վերցրին իրանց վրա։ Ու ասեցին ոտով ենք, ավտո չկար, ինքնաթիռ չկար, ոչինչ չկար։ Իրանք պատասխանատվությունը վերցրեցին ու գնացին միջև աշխարհի ծերը հասան, ավետարանը քարոզելով։ Այդ համար այսօր Հայաստանը քրիստոնյա է, հարազատներս, որտեղ այդ մարդիկ պատասխանատվություն վերցրեցին, եկան ոտով հասան Երուսաղեմից Հայաստան, ավետարան քարոզեցին։ Որ մեր նախա պապերը հեթանոսությունից գան քրիստոնեություն, գան եւ Քրիստոսին պաշտեն, Անահիտին, Վահագնին, այդ բոլորին թողեն, այդ սուտ աստվածներին։ Միհրին թողեն, էլ կրակով չթռնեն, գան ու իր ճշմարիտ Աստծուն պաշտեն։ Իրանք դրա համար եկան։ Հենց այդ դրա համար էր, որ Գրիգոր Լուսավորիչը այդքան տարի խոր վիրապում նստած էր, գին մուծեց Քրիստոսի համար։ Այսօր մի հատ փոքր լայք չեն դնում, բան են անում, մի բան են գրում, հավատացյալները տրագեդիա է։ Ոյ ընջի, գրել են հավատացյալ ես, այդ մարդը տարիներ ընթացքում խոր վիրապում նստած էր։ Եվ ամենահիասքանչը գիտեք որն էր այդ պատմության մեջ, որ Քրիստոսը իր հետ էր այնտեղ նստած։ Ինքը մենակ չէր, Գրիգոր Լուսավորիչը մենակ չէր այդ փոսի մեջ։ Քրիստոսը իր հետ էր, այդ համար ինքը այդքան տարի հետո հելավ, լրիվ նորմալ։ Եվ մեր ամբողջ ազգը միանգամից եկան եւ ասեցին վերջ, այս դրանից հետո վերջ, Քրիստոսն է մեր Տերը, մեռն ենք էլ Քրիստոսն է մեր Տերը, որ քրիստոնեություն ասում է մեր հավատքը չի, դա մեր մաշկի գույնն է, մեզի ուրեմն պիտի մեր մաշկը հանեք, այդ համար էին մեր թշնամիները մեր մաշկը հանում, ասում եք մաշկը հանենք, կհանենք։ Հարազատներս, այսօր հրաշալի օր է, այսօր ամենա տոնական տոներից մեկն է, այն տոնն է, որ ինչպես ասեցի, հավիտենությունում էլ շարունակելու ենք տոնելու։ Այս ուղղակի ռեպետիցիա է, հավաքվել ենք, ռեպետիցիա ենք անում, ոնց անենք, ինչ անենք, այսօր երեխաները կերքեն, մեր քույրերը կերքեն,
կուրախանանք, ցնցանք հարազատներս Տիրոջ առջև։ Այդ բոլորը պատրաստվում ենք, որ երբ որ մտնենք հավիտենություն, հավիտյանս կանգնենք մեր Տիրոջ առջև եւ մեր գոհությունը հայտնենք Աստծուն։ Տեր, շնորհակալ եմ, որ դու հարություն արար եւ ինձ էլ մեռելներից հարություն տվեցիր։ Այդ համար մենք չենք վախենում, քրիստոնյաները չեն վախենում եւ հանգիստ գնում ննջում էին Տիրոջ համար, գազաների բերանն էին կանգնում, որտեւ գիտեին իրենց Տերը հարություն առե եւ դրա համար ինքը զորություն ունի իրանց էլ հարություն տա։ Եթե Հիսուսը մեռելներից հարություն ստացավ, ապա ես եմ։ Եկեք ոտքի կանգնենք հարազատներս, աղոթենք։ Աղոթքով գանք Տիրոջ առջև եւ գոհանանք Աստվածանից հարության համար, որ մահը չկարողացավ հաղթի կյանքին։ Հալելույա։ Տերը հաղթեց եւ քո կյանքում։ Եվ դու Տիրոջ հետ միասին հաղթող ես։ Ինչպիսի իրավիճակ ուզում է լինի, նույնիսկ ասում եմ մահվան շուքի ձորով գնամ, քո ցուպն ու գավազանը մխիթարում են ինձ։ Չկա այդպիսի իրավիճակ, որ հնարավոր չլինի Տիրոջը փոխել։ Վստահիր, Տերը հաղթեց, հարություն տվեց։ Վստահիր Տիրոջը, շարունակիր երազել, մի թաղի քո երազանքները, քո պարգևները մի թաղի։ Տերը մեծ գին մուծեց, գնաց դժոխք, ասма վեր ելավ երկինք եւ բոլորին պարգևներ բաշխեց։ Հալելույա։ Հիսուս Քրիստոս, մենք շնորհակալ ենք։ Տեր, մենք գոհանում ենք քեզանից, Տեր, այդ մեծ սիրո դրսևորման համար, որ դու եկար եւ խաչվեցիր, Տեր, եւ իջար դժոխքի խորքերը եւ մահը չկարողացավ քեզի պահել, եւ դու երրորդ օրը հարություն արար եւ տվեցիր ամբողջ մարդկությանը հույս եւ ապագա, Տեր ջան, որտեղ առանց քեզ ապագա չկա, որտեղ առանց քեզ ունայնության Հիսուս Քրիստոսի Նազովրեցու զորավոր անունով, Տեր, եւ ամբողջ փառքը եւ գոհությունը քեզ ենք տալիս, Տերերի Տեր եւ արքաների արքա։ Օրհնյալ է անունը քո, Տեր ջան, օրհնյալ է մեր Քրիստոսի հարությունը այսօր։ Օրհնյալ է, Տեր, մենք ցնցում եւ ուրախանում ենք քո առջև, Տեր ջան։ Հիսուս Քրիստոսի անունով աղոթում եմ, Տեր, որպեսզի ոչ միայն մեր սրտում, այլ նաեւ մեր հարազատների, մեր բարեկամների սրտում էլ դու հարություն առնես եւ կենթանի լինես իրենց կյանքում, Տեր ջան, Հիսուս Քրիստոսի Նազովրեցու զորավոր անունով, հանուն Հոր եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։